որ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանեց բռնության գործիք մուրճը կրկին ասպարեզ։ Այդ մուրճի ասպարեզ դուրս գալուց հետո տեղի ունեցավ այդ սպանությունը։ Մուրճը եւս բռնության Չէ, Փաշինյանը ասում է, որ մուրճը ստեղծելու, կառուցելու գործիք է։ Մուրճով ենթադրենք շինարական։ Ալենի, եթե լսենք մուրճը ընդհանրապես ուրիշ նպատակ ունի եւ պոչը կարելի է օգտագործել, բայց մենք դրան չենք հավատում։ Մուրճը բռնության գործիք է։ Գիտեք, այս գործի բացահայտումը, երբ որ ես լսում էի այդ հաշված օրի ընթացքում, որ բացահայտվել է, ինձ հիշեցրեց, երբ մեր բանակի 16 զինծառայող վայրվեցին մի տնակում, որի անունը Զորամաս էր, Էլի Նիկոլ Փաշինյանը բացահայտեց կառավարության մի քանի ժամ հետո կառավարության նիստում ասեց ոնց է եղել։ Բայց գիտեք, խնդիրը նա էր, որ այդ տնակում, երբ որ ընդ որում միջև հիմա այդ գործը գնում է, դատական գործ, մահացածների ծնողները, հարազատները ընդվզում են, որտեվ այդ տան մեջ կրակը ցատկոտել է։ Ասենք, եթե հրդեհից, նախ հրդեհից տենց վարքյանական չի մոխրանում շատ բաներ, էլի։ Հա, բայց ինքը երբ որ հրապարակավ կարծիք ասում, ոնց որ ինքը տեղ էր այդ դեպքի ժամանակ, Փաշյանը, ինքը նախաքննության վրա ռեալ ազդում է, չէ։ Իր խոսքը ազդում է, որտեվ չկա դատավոր, այսինքն իրավապահ համակարգը, որը որ օրենսդիրից գործադիրից անկախ պիտի գործի, բայց Փաշինյանը ասում է իմ հսկողության տակ է, այդ ավտորիտարիզմի հա դրսևորում է, այդ նշանակում է, որ թե ինքը ինչ-որ մի բան ասում է, ուրեմն տենց էլ պիտի գնա։ Դա նույնն է, նման է մեր դպրոցական տարիներին կա, որ մաթեմի դասագրքի հետևում պատասխանները գրված էր։ Հիմա դա այն պատասխանն է, որին պիտի նայեն եւ խնդիրը լուծելուց պիտի պարտադիր այդ թիվը ստանան։ Հիմա նաև այդ կացարանի այրման հետ կապված հիշում եք քննչականը այսպեսի հաղորդագրություն տարածեց, որ բոլոր զինվորները բացի հրդեհը բանից, տարածողից, բոլոր զինվորները մահացել են քնած վիճակում եւ վարքյանական կարծիք։ Եթե տեսանյութը հիշում եք դուք 5-րդ ալիքը հրապարակել էր, այդ տնից ուղակի ոռնոցներ էին գալիս, այսինքն մարդկային այրվող մարդու ձայներ էին գալիս, շատ դաժան, եւ դա մի հոգու ձայն չէր, երկու հոգու ձայն չէր, այսինքն առնվազն մի քանիսը քնած չէին։ Եվ եթե մի քանիսը քնած չէին, ինչ պիտի մնացածը քնած լինեին։ Բայց լավ, չվերադառնանք այդ գործի։ Հիմա ուղղակի զուգահեռ եմ բերում, որ երբ որ նախաքննության վրա վարչապետի պարտականություն կատարող անձը նախորդ ինչ-որ բան ասում, դա ռեալ ճնշում է եւ ուղղորդում է նախաքննական մարմիններին, հա։ Ես չեմ բացառում, որ երբ որ ասվեց, որ մահացածի եղբայրն ավերեժ խնդրություն, որ բացահայտել են եւ որոնք բարձրաց ինքը չի։ Իսկ ինչ որ բաներ երևի այդ մարդը երևի ինչ որ ալիբիների համար ստացել։ Ինչևէ, եկեք արձանագրենք, որ սա դեպք է, որի պատճառները, բուն պատճառները, այս իշխանությունները ոչ չեն բացահայտվի, վստահաբար, որը ունի նպատակ նաև վախի մթնոլորտ, ունի վականին կշիռ ունեցող ընդդիմադիր դաշտի ներկայացի նկատմամբ այդպիսի հա գործ անել։ Օրինակ մի այդպիսի մի դրվագել ես հիշեցի, երկաթուղիների մեր 90-ականների թվականներին այդ կառույցի ղեկավար Ղանդիլյան ազգանով անցկա, հա, իր սպանություն եւ այլն, բայց հետո մի մարդ էլ էր եղել, անվտանգության գեներալ էր եղել։ Հիմա լա հարց է, էլի, թիրախով էր։ Հա։ Նա էր թե նա էր։ Հաճախ լինում է այդպես, որ տպավորություն են ստեղծում, այս մեկին էին ուզում սպանել, բայց պատահական զոհն է եղել թիրախը։ Ես ինչի համար եմ ասում, դուք ասեք, որ այդ ոստիկանը, այն ոստիկանն է, որը նման գործողություն արել, չէ, ախտորն այդ կապված, իսկ ով ասում, որ այդ բան թիրախն է եղել։ Վոլոդյան է եղել, այլ ոչ թե ոստիկանը։ Այլ ոչ թե ոստիկանը։ Հիմա այդ օրը, այսինքն արդեն սեպտեմբերի 24-ին այլ դեպք տեղի ունեցավ Հայաստանի հյուպատոսարանում, ըստ պաշտոնական աղբյուրների ինքնասպանություն գործեց Բորիս Ավագյանը, Արցախի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչը, բայց ինչն է հետաքրքիր, Բորիս Ավագյանի փաստաբան ասում է, ես չեմ հավատում ինքնասպանության վարկածին, իր հետ զրուցած լրագրողը վերջին մեր տաղավարում նաև ասել է, որ մարդը շատ հանգիստ խոսել է, ոչ մի անհանգստություն չի տեսել խոսակցության մեջ։ Տեսագրություն կա։ Այո, տեսագրություն կա։ Չմոռանանք, որ Բորիս Ավագյանը այդ
այդ առեղծվածային դեպքից շաբաթներ առաջ սպառնացել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ իր վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ էին հրապարակել, Բորիս Ավագյանը բառացիորեն ասել էր հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թող շփոթի ինձ ուրիշների հետ, ես ձեզ կպատժեմ, կան դրա հնարավորությունները ու դրանից մի քանի շաբաթ հետո այդ մարդուն ասում են ինքնասպան եղավ։ Դեսպանությունը եւ հյուպատոսությունը տվյալ երկրի տարածքահամ։ Այսինքն դեպքը տեղանություն Հայաստանի Հանրապետություն։ Հիմա շատ չեն էս առեղծվածային դեպքերը։ Չէ։ Շատ ավելի շատ կարող են լինել։ Ով ասում որ շատ են։ Գիտեք, ասենք այդ անձը, որը դատական գործընթացի ժամանակ այլ պատրվակով դուրս է գալիս, հետո գալիս է հյուպատոսություն եւ ասում է ես հանձնվում եմ որպես քաղաքացի, ինձ բերման ենթարկեք, ինձ իրավունք տվեք պաշտպանվելու եւ այլն, չէ՞։ Ու ամենայն հավանականությամբ ինքը որոշակի երաշխիքներ չէ ստացել, որ նման արարք էր արել, չէ՞, հստակաբար։ Եվ ինքը հույսով լեց ուներ, որ իր նկատմամբ դատական process եւ ինքը չի դատապարտել, այնպես ինչպես իր վրա ինչ որ Սանենք ապրանքների ներկրման բան հետ կապված էր։ Ու մեկ է գալիս այնտեղ, որտեղ իր հույսի տեղն է, պատասխանը իր հույսի տեղն էր, որտեղից ինքը պիտի տեղափոխվեր Հայաստան։ Եվ գործում է ինքնասպանություն, որտեղ է տրամաբանություն։ Չկա ընդհանրապես տրամաբանություն։ Իսկ ինչ տրամաբանություն կարող է լինել։ Եթե հավատանք փաստաբանի խոսքին, իր փաստաբանը ասում է, այդ մարդուն սպանել են, ոչ թե ինքնասպանել։ Իդեպ ես եւս մի զուգահեռ բերեմ, որովհետեւ մեզ լսողներն ավելի պատկերացնել լինեն։ Ես ժամանակին երբ որ ծառայում էի, ասենք եթե զորամասերն դեպքեր են լինում, մահվան ելքով հաղորդագրությունը ստանում էինք, եթե 100%-ով այդ պահին բազմաթիվ վկաներով եւ այլն, թե դա նախաքննության գործնապարզել, թե ոնց է եղել մահվան ելքով այդ դեպքը, զինծառայողի հետ կապված, հակառակորդի դիպուկարա, թե համածառայակցի, թե ինքնասպանություն եւ այլն, սովաբար տեղեկատվությունը որ տարածում էր, ընդհանրապես արձանագրվում էր փաստ։ Եղել է դեպք, այսինչ զորամասում, այսինչ ժամին, այսինչ օրը եւ մահվան ելքով, այսինչ զինծառայող ու վերջակետ։ Որից հետո նախաքննական մարմինը բոլոր հանգամանքները, բոլոր վարկածները ինքը նայում էր, որից հետո փաստորեն արդեն իրավունքի դաշտի մարդիկ իրենց գործառույթներով իրազեկում են, թե պետք է հանրային հնչեղություն ունեցող դեպքեր, դրա մասին նոր հետո այդ նախաքննության արդյունքում ասում են, այսինքն որից ձևով չի ասվել նախորդ այդ մարդու մահվան պատճառը, ինքնասպանություն է, հակառակորդի դիպուկար է աշխատել, թե սպանություն է համածառայակցի, հա, չի ասվում։ Հիմա ես հարց եմ տալիս, այդ ոնց ապացուցվեց դեռ նախաքննությունը չսկսած, որ Բորիս Ավագյանը ինքնասպանություն է գործել։ Չկա է։ Նախաքննություն չկա։ Ոնց է։ Այսինքն դու ընդհանրապես պետք է արձանագրես, որ այդ անձը գտնվելով այսինչ ժամին, այսինչ տարածքում իրեն գտել են մահացած, ենթադրենք նույնիսկ ասենք գործիքները եթե սուր կտրող դանակ բանը չեն ասում, ենթադրենք, հա, կատարման նախաքննություն վերջակետ։ Հիմա երբ որ դու նախորդ ասում ես ինքնասպանություն, ինձ որպես գոնե իմ ծառայության նախաքննությունը ուրիշ տարբերակ չունի, ուրիշ եզրահանգման գազը։ Սա քարոզչական նախապատրաստում է, մեկ, որից մեկ իր վրա պատասխանություն կարող է վերցնել, ոնց իմացել որ ինքնասպանություն է։ Այդ նախաքննությունը չսկսած արդեն հայտարարություն է տարածում, որ ինքնասպանություն է։ Այդպես չի լինում։ Իդեպ ասենք բանակում սահմաններում եւ ոչ միայն, երբ որ մահվան ելքով դեպք կա լինում եւ հաղորդագրություն է լինում, երբ որ այդ ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է մահվան պատճառը, ասենք սպանություն, ինքնասպանություն, չգիտեմ, հակառակորդ դիպուկար, ինձ համար միանշանակ մի հատ մեծ հարցական առաջանում։ Քանի դեռ նախաքննությունը իր եզրակացություն չի տվել, որից մեկը չի կարող ասել, որտեղ շատ հանգամանքներ կան, որ հետո տեղում է բարձում, չէ՞։ Ես օրինակ կասկածի տակ եմ, ինձ որ հարցնում այսինքն դեպք ա եղել, ձեր կարծիք ասում, եթե տրված է, որ դեպք ոնց ա եղել, ասենք ինքնասպանություն, օրինակ հիմնականում տալիս են, ասում վստահաբար դա ինքնասպանություն չի, որտեղ եթե ինքնասպանություն է, նախաքննությունը կարող ասել, որ վերջնարդյունքում բերել են ինքնասպանության, օրինակ, հա, եւ եթե բերել են, ուրեմն ովքեր են բերել, ինչի համար են բերել, չէ, ամբողջ քննությունը։ Եթե այդ շղթան չի աշխատում եւ միանգամից որակում է տրվում, այդտեղ վստահաբար շատ մեծ մութ պահ կա։
Այլ որ Բորիս Ավագյանի փաղվածին ինքնասպանություն, ես իմ գնահատականը տվեցի ասի։ Միայն այդ հայտարարությունը ինքնասպանության արդեն տակամուտ բաներ կա, որը ամենայն հավանականությամբ որ դա ինքնասպանություն չի, որտեղ նախաքննական մարմնի հայտարարություն չի եղել, դեպքի հանգամանքներ եւ այլն, վկաների չէ, այդ շենքում մարդիկ են եղել, տեսախցիկներ կան։ Իդեպ տեսախցիկների մասին հյուպատոսարանները, դեսպանատները ներսից տեսանկարահանում։ Այո։ Եթե իշխանությունը այդքան վստահ որ այդ մարդը միայնակ է մտել զուգարան, ունդ է ինքնասպանություն է գործել, ինչու մի կադր գոնե չդրեցին, որ մարդը մենակ մտնում է սանհանգույց եւ չգիտեմ, այնտեղ ինչ-որ բան է տեղի ունենում։ Դուք շատ ճիշտ հարցադրում եք անում, բայց հասցեատերը ես չեմ ձեր հարցի պատասխան։ Դա հասկանալի է, բայց ռետորական է, ես ընդունում եմ, այո։ Այսինքն ով է մտել, ոնց են մտել, այդ բոլորը նկարահանվում է։ Ավելին ասում, նախաքննական մարմնի համար դա որպես տեղեկատվության աղբյուր հրապարակման ենթակայլ չի։ Բայց երբ որ դու մարդ արարք արել եւ այդ արարքի որակումով դու արդեն տալիս ես որ դա ինքնասպանություն ասում, իմ մոտ մի հատ մեծ հարցական է։ Չէ, որ դու հրապարակում ես լուսանկարներ ինքը ուղղակի զուգարանում ընկած եւ ինքնասպանություն։ Հա, այդ թվում այդ դեպքում բարի եղի հրապարակի տեսան, թե ինքը ոնց է մտնում է։ Դա կոչվում է տեղեկատվական։ Այստեղ մի այլ հոգեբանական բան էլ կա։ Ես էլ նայել եմ տեսանունը, վստահել եմ դուք եք նայել, մարդը հոգեբանում է բավական հանգիստ վիճակում էր։ Հա, ես նայել եմ, լսում։ Ես շատ քիչ մարդ եմ պատկերացնում, իհարկե մարդիկ կարող են ինքնասպանություն գործել, բայց շատ քիչ մարդ եմ պատկերացնում, ինքը զուգարանում կուզենա ինքնասպան լինել։ Եվ բաց այդ դա շատ նաև ինքը պետք է նաև ինքնասպանություն գործող մարդը հոգեբանորեն լրիվ այլ իրականության մեջ է, հա։ Եվ ձայնի տոնայնությունը, տեմբրը, ուրեմն հոգեվիճակը, դեմքի արտահայտությունը, աչքերի արտահայտությունը, ձեռքի բանը, շարժու ձևը, այսինքն դա լրիվ ուրիշ, այսինքն մարդը ինքը գիտի կյանքի հետ 5 րոպե պակաս, հիմա հոգեբանորեն ցանկացած մարդ եթե գիտի 5 րոպե պակաս ինքը կյանքին վերջ է տալու, իր հոգեվիճակը այնպեսին չի, ինչպես Բորիս Ավագյանն ասում էր, ես եկել եմ, որ հանձնվեմ, որ արդարադատությունը ինձ հնարություն տա եւ այլն, քննություն կատարվի, որ այն մեղադրանքները, որ իմ հասցեն կան, որ դա այդքան էլ տես չի եւ այլն, չէ, այդպես չի լինում։ Այսինքն անգամ հոգեվիճակը այդտեղ հոգեբանը կարող է տեսնել։ Հենց որ նկատենք ռուսական աղբյուրները հրապարակեցին, Բորիս Ավագյանը կապ է ունեցել Հայաստանից Ռուսաստան գնացող մաքսանենք ապրանքների հետ, թուրքական ապրանքների հետ, եւ խոսքը մոտ կարող է հասնել մինչև $100 միլիոն։ Այսինքն շվերը նայեցի մոտ 50 միլիոն, դեռ հարկային խուսափում կար։ Գիտեք, ես ասենք հիմա տարբեր վարկածներ կան։ Հիմա վարկածներից մեկն է, դա բնականաբար նախաքննություն է, բայց մի բան շատ լավ հիշում եմ։ Մի երևի 2 կամ 3 տարի առաջ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր լոլիկ։ Հիմա թվերը չեմ հիշում։ Եթե անհրաժեշտություն ունի, կարող ենք նայել, բայց ինձ թվում էր, որ այն թվականակը, որ Հայաստանը արտահանել է լոլիկ, ասենք նախորդ տարիների համատած, մեր բնակչությունը տարին 12 ամիս առողջություն լոլիկի արտադրությամբ էր զբաղվում։ Այդպես չի լինում, էլի։ Այսինքն ակնհայտ է, որ հաշվի առնելով, որ Հայաստանը մաքսային միության անդամ է, այդտեղ հարկերը չեն գործում, հիմա ունենք ինչ վատ է, որ Թուրքիայից էժան, ուրեմն միրգ բանջարեղեն, պտուղ բանջարեղեն մտնի Հայաստանը ներկայացնի որպես իր արտադրանք առանց բանի մաքսային եւ մտնի Ռուսաստան։ Պատկերացնում եք ինչ շահույթ է։ Հիմա տեսականորեն որ այս անձը զուտ տեսականորեն ասում, ասենք ներգրաված ա եղել այս օպերացիաների մեջ, իսկ այդտեղ շատ մեծ գումարներ են եւ անուններ են, այսինքն դա նույնիսկ մեծահարուստ օլիգարխը, եթե ինքը իրենով ուզենար անել, վստահաբար չէր կարող, որտեղ պետական հաստատություններ են, հա, Հայաստան մտնող ցանկացած ապրանք ֆիքսում է, գրանցվում է, իսկ եթե չի գրանցում, դա բնականաբար եթե մի կիլոգրամ է, կարող են ենթադրենք տեղում ինչ-որ մեկին կաշառել, բայց եթե տոննաներ է եւ դա ամիսներով մեքենաներով մտնում են, վստահաբար պետական կառույցները ներգրաված են եղել։ Եվ այդ անձի ֆիզիկապես չլինելը, ասենք նաեւ որոշակի առումով փակում է որոշ մարդկանց բականին լուրջ պաշտոնատար անձանց անունների հանրայնացում։ Մի բան, սա սպանությունների մասով վերջին հարցը, մի բան ակնհայտ է առողջվածային սպանություն, ինքնասպանությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը առաջին հայացքից է Թավշյա խունտա ասացիք, չէ՞, խորքում ինքը շատ ձեռքերը արյունի մեջ թաթախված եւ շատ կոշտ որոշումներ կայացնելու պատրաստ իշխանություն է, որտեւ իրեն տրված է նման իրավունք։
գործելու։ Այո։ Այսպեսի մի օրինակ բերեմ, կրկին զուգահեռ եմ, որ մեզ լսողներին ավելի բարձնի, ոչ Հայաստանի։ Հիմա եվրոպական միության երկրները, որոնց մեծ մասն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, հաստատեցի Ռուսաստանի դեմ կոնկրետ առարկայապես փորձում են ռազմական գործողություններ թաթերաբեմ մտնել։ Եվ եվրոպական երկրներում, բացի երկու պետություններից, մյուս պետություններում հիմնականում գլոբալիստների ներկայացուցիչներ, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլն։ Եւ օրինակ անդիմադիր այն ուժերը, որոնք տեսականորեն կարող են իշխանության գալ, հաշվի առնելով, որ Ուկրաինայում պատերազմը այդ երկրների հարկատուների հաշվին է, այսինքն իրենց սոցիալականը վատ է, իսկ երբ որ սոցիալականը եվրոպական երկրները վատ է, մարդիկ փողոց են իջնում։ Ակնհայտ է, այս վերջերս Ֆրանսիա, Բրիտանիա, Հոլանդիա այդ մեծ ցույցերը, եւ այդ դեպքում վտանգ կա իշխանությունը կորցնելու, ընդ որում ժամանակից շուտ։ Օրինակ Մարի Լեպենի մուտքը նախընտրական փակեցին, չէ՞։ Հիմա Գերմանիայում իսկի օրինակ եմ բերում։ Ուրեմն այլընտրանք հանում Գերմանիայի ալտերնատիվը, չէ՞, для Գերմանիա, այսպես, որը ամենառեալ անդիմադիր ուժն է, որը կարող է գլոբալիստներից որպես ազգային էլիտա իշխանություն վերցնել։ Ուրեմն մի քանի օրվա ընթացքում 16 անձ, ղեկավար անձեր Գերմանիայում մահանում են։ 16 հոգի։ Ղեկավարանց, որոնց մեծ մասը տեխնացուներ են եղել, ուրեմն օրենսդիր մարմնում ղեկավարներ։ Դե հիվանդություն է, որ միայն այլընտրանք հանում Գերմանիայի 16 հոգի։ Այսինքն սա ինչ է, օրինակ եթե ժամանակին հիմա զուգահեռենք 30-ականները, երբ որ Հիտլերը իր անդիմախոսներին ասեն կոնկուրսին, ինքը համակ չէր գնդական, տանվել համակենտրոնացման ճամբար, այսինքն չեզոքացնում էր եւ նրանց մասնակցությունը քաղաքական process-ները զրոյացվում էր։ Մերցը Հիտլերից անցել է։ Երկար բարակ չնե մտածում, ասում եմ, տենց երեմի շաբաթվա ընթացքում 16 անձ։ 16 անձ մահանում են, ընդ որում այդ կառույցի ղեկավար եւ առանցքային դերակատար ունեցող անձ է։ Որոնց մեծ մասը արևելյան Գերմանիայի դեմոկրատական հանրապետության քաղաքներում, այսպես առավել ակտիվ, որոնք այնուամենայնիվ դաստիարակություն, խորհրդային տարիներ եւ այլն 16 հոգի մահանում են։ Պարոն Հապետյան, հիմա ես զուգահեռին չեմ բերում, որ եթե իշխանությունը պայելու խնդիր կա, սպանությունը եւ իրենց ասում են, որ դուք իշխանություն պիտի չհանձնեք, օրինակ Մերցին ասում է, իշխանություն չէ, որտեղ քեզ բերել ենք, որ դու Ռուսաստան դեմ պատերազմ սկսես։ Հիմա Գերմանիան ամբողջովին մի տարածվում է։ Մերցը հայտարարել, մենք արդեն պատերազմի մեջ ենք։ Եվ հիմա Մերցը պիտի մնա, չէ՞ որ այդ հաջորդ քայլերը Ռուսաստան դեմ եւ այդ 16 հոգին այդ մեծ օպերացիան խոչընդոտելու համար ինչ է։ Հիմա տեսեք, պարոն Հապետյան, հիմա այս ձեր խոսքից ես գալիս եմ այստեղ։ Ես երբ որ նայում եմ մեր անդիմադիր դաշտի գործունեությանը, ես ամենևին չեմ տեսնում մտահոգություն, թեկուզ իրենց ֆիզիկական անվտանգության համար մասին, որ մարդիկ հասկանան նախ ինչ process-ի մեջ են մտել եւ այդ process-ում այո իրենց կարող են սպանել։ Ու կարող են հիվանդության տեսք տալ դրան, չգիտեմ, տարբեր ճանապարհներ կան դրա համար, օրինակ ինչ արեցին։ Առաջին հայացքից երբ որ մենք ասենք, եթե ասենք գեներալ Մանվել Գրիգորյանին սպանեցին, քչերը կհավատան մեզ։ Բայց այն գործընթացը որ տեղի ունեցավ այդ դա սպանություն է, երկարաժամկետ սպանություններ, այսինքն սարքեցին հասարակության համար մերժված մեկը մի հիմար պատմությամբ, մի ստորագույն քարոզչությամբ, բերեցին, ես գեներալ Մանվել Գրիգորյան կողմնակիցը չեմ եղել, անկեղծ եմ ասում, բայց հատկապես պատերազմը ցույց տվեց, որ այդ մարդը կարևոր դերակատարում կարող էր ունենալ։ Ու պատերազմից առաջ գեներալ Մանվելի նման մարդը պետք է այն կարգի հեղինակազրկվեր, որ իսկի հարևանին չկարողանար կոնսոլիդացնել հանուն հայրենիքի պաշտպանության։ Հիմա այս ինչու։ Այսինքն սպանության տարբեր ձևեր կա։ Այո, կա երկու։ Ես մի օրինակ էլ բերեմ, իր լրացումը դրան Արմեն Գրիգորյանը, որը առողջական լուրջ խնդիրներ ուներ սրտի հետ կապված, եւ այն վիճակում, որտեղ իրեն պահում են, մեքենայով բերում են եւ այլն, բերեց մի վիճակ է, որտեղ իր ֆիզիկական արատը վերջին հաշվով բերեց մահվան։ Դատանի տալիս։ Սպանությունը միայն կրակել է եւ դանակով խփել է, սպանությունը նաեւ այնպեսի միջավայր մթնոլորտ ստեղծել է, որ մարդու օրգանիզմը չդիմանա։ Հիմա երբ որ կա այսպիսի մտահոգություն, որ մեծ խաղ է գնում, ու այս մեծ խաղին խանգարողները կարող են սպանվել, հիվանդանալ, ինչի է ընդդիմադիր դաշտը ամենայն հարգանքով իրենց նկատմամբ այսքան թեթևամտորեն
մոտենում ես գործընթացին։ Ես եմ խոսքի մեջ միշտ ասել եմ, իրավիճակի համարժեք գնահատականն է նվազագույնը, ելման կետը, որ ցանկացած գործի մեջ եւ դա կապ չունի քաղաքականությունը, անգամ կենցաղում։ Եթե դու իրավիճակը համարժեք չես գնահատում, ինչ որ գործողություն տանես, մրցակցային դաշտ ես մտել, քո լավագույն ցանկությունները, քո լուրջ ռեսուրսները ներդրումը քեզ կբերի պարտության, որտեղ դու հակառակորդին իր ռեսուրսները, իր նպատակները, հա, իր ուժեր եւ թույլ կողմերը չես բացահայտել եւ իր նպատակները վերջն արդյունքում չես բացահայտել, քո ցանկացած քայլ վերջն արդյունքում բերելու է պարտության։ Հիմա երբ որ ես ասում եմ տոտալիտար ռեժիմը, խունտայա, թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն է, սո պատական չեմ ասում եւ իմ ամեն ասածից հիմնավորում եմ։ Ուղղակի դա առերևույթ չի երևում։ Բայց այսպես դրվագներով այդ երկու մահվան օրինակը, որ մենք քննարկեցինք, եւ բերենք այդ ամեն ինչի տրամաբանության մեջ է։ Գերմանիայում 16 մարդու մի քանի օրվա մեջ ֆիզիկապես ոչնչացնելը, որովհետեւ Մերցին բերել են իշխանության, որ ինքը անի այն ինչի համար Մերցը բերվել է։ Փաշտյանին բերել են նրա համար այն ինչ որ ինքը պետք է անի։ Ցանկացած խոչընդոտ, որ այս կամ այն ձևով ներսում գնահատում է, որ կարող է վտանգ ներկայացնի, դա չեզոքացման։ Չեզոքացման տարբեր ձևեր կան։ Ես ասում եմ, վախացնելը մեկ, բռնություն կիրառելը, հարազատների, բարեկամների վրա որոշակի լծակներով ազդել այդ մարդուն կրկին անգամ, ոչ անձնապես վախացնելը երկուս։ Ուրեմն քրեական հետապնդում տնտեսական կամ ոչ տնտեսական, ուրեմն հիմքով բանտարկելը, բանտ նստացնելը, հա, այս բոլորը բանա։ Եվ վերջնարդյունքում, եթե պարզվում է, որ դա չի օգնում, ոնց որ ես Չիլի օրինակը միշտ բերում եմ, երբ որ մարդիկ տասնյակ հազարներով փողոց էին, հա, իջնում, բանտեր էլ տեղ չկար, որ լցնեին։ Տարան ստադիոններում տասնյակ հազարավոր մարդկանց ստադիոններ են լցում։ Անօրինական ապօրինի ձևով լցնում են այդտեղ։ Դա էլ չօգնեց, այսինքն մարդկանց այդ վախի, այդ գործիքն էլ չաշխատեց, անազատության մեջ սկսեցին գրել, օրը ցերեկով գնդակարում էին։ Որտեվ տենց խնդիր կար։ Կենտրոնական հետախուզական վարչությունը խնդիր է դրել Չիլիի առաջ։ Չիլիի իր կողմից բերված Պինոչետի առաջ։ Եվ հետո Պինոչետը որպես ժողովրդավար իշխանություն թողեց։ Ում որ պետք է իհարկե։ Հիմա ես Գերմանիայի եւ մեր մոտի դեպքերը որ զուգահեռ բերում եմ, իդեպ ասենք այդ միայն մեզ մոտ չի։ Շատ երկրներ, որտեղ որ իշխանության բերում է մի խումբ մարդիկ կամ անձ, որը լուրջ process-ների մեջ ինչ որ մի կարևոր էլեմենտ է հանձնանալու, իրեն ամեն ինչ թույլատրված, ինքը ամեն ինչ կարող է, որտեղ իրանից ասում են դու դի խնդիրը կատարես, եթե չես կատարում, քեզ փոխում են։